Վերնագրել եմ բանանցն ապրեցնելու համար կոշի բանտ։ Քանի որ ամբողջ կյանքս ճամփորդել եմ, ճամփորդող մարդը միշտ պատմելիք է ունենում։ Դեպքեր, հանդիպումներ, դրանց մեջ որոշները մոռացվում են, ավելի տպավորիչները մնում են, իսկ նրանք, որոնք որ եզակիները ուղղակի ուղեկցում են քեզ ամբողջ կյանքում։ Դրանք քիչ են այդ տեսակի հուշերը, այդ տեսակ պատմությունները, բայց քիչ ասածը ամեն մի տարածաշրջանի հետ կապված գոնե մի քանիսը կան։ Երբ որ ես 2004-ին հրատարակեցի Հյուսիսային Արցախ հատորը, որ մոտ 600 էջանի մեծ աշխատություն է, առաջի անգամ մտածեցի, որ մի քանի հուշեր, որոնցով ես ինքս շատ տպավորված եմ եղել, փորձեմ, որտեվ այսինքն ես վարժ եմ եղել միշտ 4 համակ շարադրանքի, գիտական շարադրանք 4 համակ։ Հուշերը իհարկե այդ ձևով չես կարող ներկայացնես, եւ դա ինձ համար մի քիչ առաջի փորձն էր, մտածում եմ, արդյոք կարողանամ զգացածս թղթին հանձնել, որտեվ զգացածս իրապես նույնիսկ չեմ ճարի այն բառերը, որ կարողանամ պատմել։ Եվ փորձեցի եւ մի քանի հուշ հրատարակել եմ։ Չեմ ամեն ինչ չափով եմ հաջողել, բայց ամեն դեպքում գոհ եմ, որ դա արել եմ։ Եվ այդ հուշերից մեկը, որ հիմա ուզում եմ ընթերցել, կապված է Բանանց գյուղին։ Բանանցը Դաշկեսանի շրջանի, դա Հյուսիսային Արցախի շրջաններից մեկն էր վարչական, Դաշկեսանը այսինքն Քարհատի շրջանի ամենակարևոր գյուղերից էր, մյուս գյուղերը ասենք Խաչակապն էր, այնտեղ կար Փիպը, նշանավոր գյուղերից։ Բանանցի անունը մեզանում այսօր մի քիչ մարդկանց ականջին հասել է եւ հասել է շնորհիվ ֆուտբոլային թիմի, ի պատիվ այդ գյուղի է անշուշտ։ Բայց Բանանցը ժողովրդական ճարտարապետության իմաստով ես շատ գյուղեր եմ տեսել, շատ, թե Ադրբեջանի տարածքում, թե Վրաստանում, թե ամբողջ Արևմտյան Հայաստանում, թե Պարսկահայքում, եւ Բանանցի կողքին երկրորդ գյուղը չկա, որ որպես ժողովրդական ճարտարապետության հուշարձան կողքին դնեմ։ Եզակի մի բան է սա, գլուխ գործոց է, սա հրաշալիք է։ Եվ այդ գյուղի մեջ ծնված մարդիկ էլ իրապես չէին կարող ճաշակով եւ հայրենասեր մարդիկ չլինել։ Ես բախտ եմ ունեցել հանդիպելու բանանցեցիներից մեկին, որ ընկերացել ենք, իր տանը 1 ամիս Բանանցում ապրել եմ, խոսքս Մարտիրոս Չալումյանի մասին է, եւ մինչեւ հիմա պատիվ ունեմ Մարտիրոսի ընկերը լինել։ Մարտիրոսը հիմա բնակվում է ազատագրված Քարվաճառի շրջանում, եւ այս հուշը կապված է Մարտիրոսին։ Վերնագրել եմ Բանանցն ապրեցնելու համար կոշի բանտ։ Ուրեմն, տեսեք ինչ եմ գրել, այսինքն ինչով եմ տպավորված եղել։ Հրաշակերտ Բանանցի պատկերն ու միջավայրը նույնիսկ անցորդ մարդու մեջ արթնացնում ու ձևավորում են գեղագիտության եւ հայրենասիրության զգացումներ։ Իսկ տեղում ծնվածը Բանանցեցին, թերևս իրենից անկախ առանձնահատուկ կերպով իր մեջ կրում է բազում դարերի ընթացքում ձևավորված ու խտացած անսահման ստեղծագործ ու արարող հայ մարդու բարձրագույն որակները, արժանիքներ, որոնցով հպարտանալու իրավունք ունի ողջ հայ ժողովուրդը։ 1988 թվականին, երբ Օրհասը բախում է նաև հնամենի Բանանցի դռները, Մարտիրոս Չալումյանը որոշում է կայացնում գյուղի պաշտպանության համար զենք հայթայթել։ Քանի որ ինքնապաշտպանության կազմակերպման համար գյուղում եղած մի քանի որսորդական հրացանները շատ քիչ էին։ Շուտով Մարտիրոսը ձեռք է բերում նռնակներ, փամփուշտներ, այն օրերի նռնակները դեռ ինքնաշեն էին ի դեպ,
Եվ երկու ընկերների հետ յուրաքանչյուրը մի ուսապարկ զինամթերք շալակելով փորձում են կտրել Սևանի լեռնաշղթան եւ թրքաբնակ բազմաթիվ գյուղերի շղթան շրջանցելով հասնել Բանանց։ Խոսքը Սևանի լեռնաշղթայի մասին է, Սևանի արևելյան ափին, որ եթե հիմա հենց մեր դիրքերն են այդտեղ, եթե Ջրբաժանը անցնեք Գետաբեկի շրջանի գյուղերով, թուրքաբնակ գյուղեր են դրանք, պիտի դրանք շրջանցելով հասներ մինչև Դաշկեսանի շրջանի իրենց գյուղը Բանանց։ Սակայն Գետաբեկի շրջանի տարածքով անցնելիս տղաները թուրքերից նկատվում են եւ բռնվում։ Գործը բացվում է։ Մարտիրոսին հաջողվում է թուրքերին համոզել, որ իր ընկերները վարձով են բեռնակրություն անում եւ տեղյակ էլ չեն ուսապարկերի պարունակությանը։ Այդպիսով ընկերներն ազատվում են, իսկ Մարտիրոսին փոխադրում են Գանձակի, այն օրերին կոչվում էր Կիրովաբադ։ Ադրբեջանական դատարանը Մարտիրոսին դատապարտում է 3 տարի ժամկետով, որը պիտի անցկացներ Գանձակի բանտում։ Մոտ 1 տարի Մարտիրոսը բանտում ենթարկվում է ամենօրյա կտանքների եւ դժվար չէ կռահել, թե այդ ամենը ինչով կվերջանար, եթե բանտի մի ռուս աշխատակցի միջնորդությամբ եւ Երևանից Իգոր Մուրադյանի ջանքերով Եզակի անհատականություն է նաեւ Իգոր Մուրադյանը չկազմակերպվեր Մարտիրոսի փոխադրումը Հայաստան։ Այդ ընթացքում արդեն հայաթափ էին եղել ինչպես Մարտիրոսի ծննդավայր Բանանցը, այնպես էլ Հյուսիսային Արցախի մի քանի տասնյակ հայաբնակ գյուղերը, իր Գանձակի բանտում եղած ժամանակ արդեն։ Հայրենի գյուղից զրկված Մարտիրոսի ընտանիքը ունի իդեպ 3 երեխա։ Ու ընկերները մխիթարվում էին, որ գոնե Մարտիրոսի կյանքին այլևս վտանգ չէր սպառնում։ Տարօրինակ կերպով Հայաստանի արդարադատության պատասխանատուները իմանալով հանդերձ, թե ինչ հանցանքի համար են թուրքերը դատապարտել Մարտիրոսին, ոչ միայն նրան ազատ չեն արձակում, այլև փոխադրելով Կոշի բանտ, Մարտիրոսը շարունակում է կրել մնացած 2 տարի պատժաժամկետը։ Ավելորդ է նշել, որ նման հանցանքի, ճակերտավոր հանցանքի համար որևէ թուրք Բաքվում ոչ թե ազատազրկված կմնար, այլ ազգային հերոսի համբավ ձեռք կբերեր։ Տարիներ առաջ եմ գրել այս տողերը, տարիներ անց Սաֆարովի դեպքի հետ կապված տեսնում ենք ինչ արդիական են այս տողերը եւ որ չեմ սխալվել։ Այո, Էլուր մնաց նման մեկը ազգային հերոսի կոչում։ Քնած մարդուն կացնահարողին են ազգային կոչում տալիս, Էլուր մնաց իր գյուղը պաշտպանելու փորձ արած մեկին։ Մինչդեռ մենք Ադրբեջանի դատարանի որոշումը, որ դեռ 2 տարի կար, 1 տարի էր բանտում մնացել Կիրովաբադում, այստեղ որոշեց մեր արդարադատության նախարարությունը, ուրեմն, որ Մարտիրոսը պիտի Կոշի բանտում շարունակի եւ լրացնի այդ 2 տարին։ Ազատվելուց հետո Մարտիրոսը վիրավորանքը սրտում ինձ պատմում էր, թե Կոշի բանտում իր կողքին մարդիկ էին, որոնցից մեկն ազատազրկվել էր Խանդի հողի վրա կնոջը սպանելու, մյուս ազգականին, երրորդները թալանի կամ գողության, ուրիշները թմրամոլության համար, մինչդեռ ինքը հարազատ գյուղը պաշտպանելու փորձ անելու համար։ Ես հոգեպես այնքան ընկճված չեմ եղել Կիրովաբադի բանտում, որքան Կոշում, հայ բանդիտների մեջ, ազատվելուց հետո սրտնեղված հիշում էր Մարտիրոսը։ Այժմ Մարտիրոսն իր ընտանիքով բնակվում է ազատագրված Քարվաճարի շրջանի Նոր Վերիշեն գյուղում, իր ձեռքով, իդեպ այդ գյուղի առաջի բնակիչն էր։ Իր ձեռքով կանոնեցրած այն տանը, որի ճակատին գրված է Բանանց։ Առհասարակ նա ով ցանկանում է իր աչքերին պարգևել խնամքով մշակված հողամասի, մերձակայքից հայտնաբերված խաչքարերն ու իմի բերելով թանգարանի վերածված բակի, իդեպ թուրքերի տներից եւ այնտեղ մի փուռ էլ կար այդ գյուղում։ Ամբողջ պատերի մեջ խաչքարեր էին, որ հետո ուրեմն Մարտիրոսը հավաքել էր, որոշների բեկորները ճարել, միացրել իրար։ Ամեն բան իր տեղում կոկիկ տնտեսության անմոռաց ու գեղագիտական հաճույք պատճառով բազմաթիվ այլ պատկերներ, թող այցելի Մարտիրոսի Բանանց տունը։ Ասեմ նաեւ, որ բռնագաղթից հետո, երբ որ բանանցեցիները երկու տեղ Վարդենիսի Փամբակ գյուղում եւ Մեղրիի Ալվանք, նախկինում Ալդարա էր կոչվում, այդ երկու գյուղերում տեղաբաշխվեցին,
իսկ Մարտիրոսը կոշի բանտ։ Ազատվելուց հետո Մարտիրոսը գնաց եւ իր ընտանիքին միացավ Ալվան գյուղում, Մեղրիի շրջան։ Այդտեղ կառուցեց բրգաշար պարիսպներով մի տուն, որ Արտակուստ Միջնադարյան մի բերդ էր հիշեցնում։ Բայց մի քանի տարի հետո հերթական հանդիպման ժամանակ ինձ ասեց, որ ես որոշել եմ տեղափոխվել Քարվաճար, եւ շատ զարմացա։ Ասում եմ, Մարտիրոս, քանի տարի այդքան քրտինք ժամանակ, մեկ էլ զրոյից նորից տուն պիտի կառուցես, ի՞նչն է խնդիրը, ինչի համար։ Գիտեք ինչ բացատրեց, ինչ արդարացումը ինչ էր։ Զրոյից նորից ամեն ինչ սկսելու։ Ասում է, ես երեխեքիս Մեղրիի Ալվանք գյուղում չեմ կարողանում բացատրեմ բանանցը որտեղ է։ Իսկ Քարվաճարի մեր գյուղում, ուր որ ես հիմա կամ, ցույց եմ տալիս մռավի լեռները, որ մեր տանից էլ երևում են, եւ ասում եմ, մեր բանանցը այդ սարի ճիշտ հետևն է։ Այսինքն 7 սար հետև հեռու չի, մռավի հետևն է։ Միայն այդ պատճառով, որ երեխեքիս կարողանամ հասկացնեմ մեր ծննդավայր բանանցը որտեղ է, տեղափոխվում եմ Չայքենտ էր կոչվում այդ գյուղը, ինքը հույս ուներ, որ գյուղը պիտի բանանց կոչվի, եւ ես անարդար եմ գտնում, որ բանանց չի կոչվել, ինքը գյուղի առաջի բնակիչն էր։ Այսօր գյուղում միայն իր տան պատին է գրված բանանց, բայց դա այն տունն է, որ եթե մեկը որևէ հյուր, նաեւ արդ երկրից եւ կառավարական մակարդակի հյուր, եթե այցելում է Ստեփանակերտ, եւ եթե պիտի օրինակ շրջեցնեն նաեւ ազատագրված շրջաններ, Քարվաճարի շրջան ոց դնելիս, որևէ պատվիրակության հետ, որևէ անպայման հյուրին տանում են Մարտիրոս Չալումյանի բանանց տունը, որպեսզի ցույց տան, թե ազատագրված հողի վրա հայ մարդը ինչ տեսակ տուն է կառուցել, ինչ տնտեսություն է դրել։ Ինչ ասեմ, բանանց տանը Մարտիրոսի նույնիսկ շամ բունը կամարաձև է, մուտքը, կամարաձև շան բուն ունի, այդ կամարաձև մուտքով, այդ էլ չեմ խոսում այդ մշակած հողը, այդ ծառերը ընկույզի, որ կտրված էին, բայց ինքը վերակենդանացրեց, հիմա բերքի տակ են ամենը, ուղղակի Մարտիրոսը հողագործության, գինեգործության, քարտաշության, տունը ունի արևային ժամացույց, ինչպես միջնադարյան վանքերը, նայում ես իր տան պատին եւ ժամը իմանում ես, երևույթ է, իսկապես եթե ուզում եք գեղագիտական հաճույք պատճառել ձեր աչքերին, այցելեք Մարտիրոսի բանանց գյուղը, բանանց տունը։